Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր Հայաստանյա ցարակելական մեր Սուրբ եկեղեցին կբանձացնե հիշադակը Սուրբ Հակոբ Մծպնացի հայրաբեդին եւ նաեւ անոր հետ գդոնախմբե Մարուկե Ջկնավորին եւ Մելիդոս եպիսկոպոսին հիշադակը։ Սուրբ Հակոբ հայ ազգի համար մեծ անուն եւ շատ սիրված ու ժողովրդականություն վայելող սուրբ։ Անոր անունով է որ բազմաթիվ եկեղեցիներ գոչված են, օծված են եւ նաեւ մեր ազգի զավակներու մեջ բազմաթիվ են Հակոբ անունը գրողները, որոնց գահիտնեմ իմ շնորհավորանքներս բարի անվանագոչություն աղոթելով որ Սուրբ Հակոբի նման հզոր հավատացյալներ դառնան։ Սուրբ Հակոբ թեև Զակումով ասորի էր, սակայն սիրելներ, բարտեվական դոհմեներ եւ մեր հավատքի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ զավակներ։ Երբ Խոսրով առաջին հայոց թագավորը սպանվեցավ Անակ Բարտևին կողմէ, ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, այդպես ալ Սուրբ Հակոբը փախցվեցավ դեպի Կեսարիա, այնտեղ քրիստոնեական գրթությունը ստացավ, ապա իր քրոջ կողմէ դարվեցավ Բարսկաստան։ Աստված օրհնեցինք, անիգա դարձավ Աստվածավախ եւ ջկնավորական ցանկը նախընտրեց, բայց Աստված զինք մծպինի եպիսկոպոս գարկեց։ Այդ ժամանակ եպիսկոպոսները նաեւ գոչվեին հայրաբեդ, անորամար ինքը գոչվի Սուրբ Հակոբ Մծպնացի հայրաբեդ։ Բազմաթիվ հրաշքներ ռավ Աստուծո Սուրբ խոսքը կարոզեց։ Իրեն վերակրվին իսկապես որ բազում սկանչելիքներ։ Օրինակ կպատմվի թե ինչպես երկու երդասարտներ երբ ուզեցին խաբեությամբ Սուրբ Հակոբեն դրամ առնել, մեկին զինք մեռած ցեվացուց, իսկ մյուսը աղաչեց Սուրբ Հակոբին, ասելով որ դրամ չունիմ ընկերս թաղելու համար, եւ Սուրբ Հակոբ իր ունեցածը տվավ ամբողջությամբ, ու երբ հեռացավ, եւ այս երդասարտը գարձեց որ խաբեց Սուրբ Հակոբը, քնած եւ երբ փորձեց արտնցնել իր ընկերը իսկապես մեռած էր, ու ետ վերադարձավ այս ողջ մնացող երդասարտը, Սուրբ Հակոբին դիմաց զունգի եկավ, աղաչեց, խնդրեց, հայտնեց իր սդախոսությունը եւ Սուրբ Հակոբ խղճալով Քրիստոսի անունով հարություն տվավ այդ մեռած երդասարտին։ Սուրբ Հակոբ նաեւ սիրելներ իր վերարգուն փրելով ճուրին վրա քեդին վրայեն քալած անցած է։ Սուրբ Հակոբի վերակրվի նաեւ այն մծպինի քաղաքին մեծ պաշտպանությունը, երբ թշնամիներ գահարցագին մծպին քաղաքին վրա եւ երբ մծպնացիները գմոդենան Սուրբ Հակոբի եւ գխնդրեն որ ջարմը գտնե, Սուրբ Հակոբ ձունգի կուկա գաղոթե եւ շնաջանջեր ու մոծակներ անթիվ թիվով անհամար գուքան ու թշնամի զինվորներուն մեջ կմտնեն եւ խուճապ կստեղծեն եւ թշնամին կփախչի ու մծպինը գազադակրվի։ Մինչեւ իսկ կպատմվի սիրելներ, թե ինչպես օրմը ինք ճուրին գողքեն քալածադենը, երբ գիներ զինքը դեստեն չեն ամճնար եւ որ լվացքնեին ու իրենց ձունգերը չեն ծածկեր եւ Սուրբ Հակոբ քեդը գճորցնե ու այդ կանանց մազերը գսպիդագացնե գջերմկցնե ապա երբ ներում գխնդրեն եւ գխնդրեն որ Սուրբը դարձյալ քեդը յետ բխեցնե Սուրբին աղոթքով քեդը յետ կփխի։ Մինչև իսկ անոր մասունքները սիրելներ մեծ հրաշքներ կատարած են իր մահեն յետ կալ սկանչելիքներ կատարած է Սուրբ Հակոբ ու մինչև այսօր կկատարե։ Կպատմվի թե Ռշտունյաց իշխանը երբ գրոնավորներ գցերպակալե ու գդանի գաքսորեզանոնք Սուրբ Հակոբ կխնդրե որ այդ մեկը չնե իշխանը, սակայն երբ մդիկ չներ, դժբախտաբար չորացում գուկա, երաշտ գուկա Ռշտունյաց այդ ամբողջ դան վրա եւ դարիներ յետք երբ Սուրբ Հակոբ արդեն մեռած էր գուքան իր մոտ ներողություն կխնդրեն Ռշտունյաց քավարի մարտիկը եւ Սուրբ Հակոբի մասունքներեն դանելով սիրելիներ իրենց քաղաքը
Սուրբը գբժշկե իրենց երգիրը եւ յետ կբդղավորի։ Սիրելի քույրեր եղբայրներ, Սուրբ Հակոբ իսկապես որ մեծ սուրբ է, հրաշագործ սուրբ է։ Առ այսօր փազում հրաշներ կկատարվին իր անունը խնդրող գանչողներուն եւ իր բարեխոսությունը խնդրողներուն հետ։ Որքան գարիք ունենք այսօր սուրբերու բարեխոսության։ Եվ Սուրբ Հակոբը գիտե թե որքան մենք սիրելներ հայ ազգս այսօր դժվարություններ ունենք։ Հետևաբար իր աղոթքին է որ գտիմենք, որբեսի մեր Տիրոջ, մեր Փրկին Հիսուս Քրիստոսի դիմաց բարեխոսե մեր ազգին համար, որբեսի դերը ները մեր մեղքերը եւ մեզ ազգովին դուրս բերե այս անցուկ վիճակեն։ Ինչպես ամեն շաբաթ ցեզի գընթերցեմ եկեղեցու հայրերեն քրություններ, հոդվածներ, ջարեր, նաև աղոթներ, այսօր սիրելներ Սուրբ Հակոբ սկանչելակորց հայրաբեդին նվիրված աղոթքն է որ պիտի գարտամ եւ պիտի խնդրեմ ցեզ որ երկյուղածությամբ դուգան ինձ հետ միասին ձեր հոգիներ խոնարեցնեք եւ Սուրբ Հակոբի բարեխոսությունը խնդրենք։ Աղոթք Սուրբ Հակոբ սկանչելակորց հայրաբեդին։ Ով երանելի Սուրբ Հակոբ, քեղաբաճաշ այր, գենթանի Աստուծո ընտրյալ անոթ, որ երկնքի արքայության մեջ շողարցակում ես, ինչպես արեգակը, արթուն հովիվ, Սուրբ եկեղեցու հաստատության սյուն, ճշմարտության քարոզիչ, որով գանկուն է աշխարհը, լուսավոր չահ, որ փայլեցիր դիեզերքում եւ լուսավորեցիր մարդկանց խավարած մտքերը, սրբելով որոմը, որ սերմաններ էր չար մշակը, սրբության աստվածարակ ամոլ, որ ցանեցիր բարի սերմը, Քրիստոսի վարդապետությունը, որով փրկության ավետիսն հասավ փյուրավոր անհավատների խլացած լսելիքներին։ Մենք թշվարացածներս, որ աղքատացած ենք բոլոր շնորհներից եւ ունայն հոգեվոր բարգեւներից, միթե կարող ենք մեր դգար խոսքերով մեծարել քո խնգանվեր հիշադակը, քանզի հողեղեններից լեզուն անզոր է կովերքել նրան, ում Աստված ինքն է մեծարել, շնորհելով այն բարգևները, որոնց մասին խորելն անգամ վեր է մեր նվաստացած բնության ունակություններից։ Ով կարող է ըստ արժանվույն պատմել քեզ Սուրբը Աստուծո, ով կարող է բարերով նկարագրել աննկարագրելին այն աստվածային շնորհները, որոնց արժանացար քո խստակյաց փառքի ճգնություններով եւ հոգեվոր սխրանքներով։ Կարող է արդյոք որևէ մեկը լսելով քո բդղապեր ու աստվածահաճո կյանքի մասին զարհուրալից ապշությամբ չփարապանել մեր բարգեւափաշ եւ ողորմաշատ Տիրոջը, նրան, ով մեզ համար համբերեց խաչի չարչարանքներին, որբեսի մենք էլ իրենով փրկվենք այս աշխարհի ալեծուկ եւ հեղցիչ փոթորկումներից։ Եվ արդ, քանզի մեր լեզվի դգարությամբ չկարողացանք վայելուչ խոսքերով ջարել քո մեծությունն ի փառս ամենագալ արարչի, ուստի դու ինքդ հայիր քաղցրությամբ մեր սրդի հառաչանքներին, ով երանաշնոր Սուրբը Հակոբ, որ Աստծուց ես փառավորված եւ բնավ գարոչես մեր աղքատիկ խոսքերին։ Լսիր եւ մի անդեսիր մեր հոգու ջիջը, որ աղաղակում է առ Աստված, հուսալով արդարիտ միջնորդությանը, որովհետև գիտենք, որ ինչ խնդրում ես, անհաբաղ ստանում ես Բարձրյալից։ Ավաղ մեզ եղգելիներիս, քանզի մեր զազրելի անձերի քարշահոտությունն ու մեղքերը խոչընդոտում են մեր աղոթներին, որովհետև դերը երկինքն ամբերով ծածկելով արդարացիորեն մերժում է մեր ամենայն աղդեղությամբ բղծված շուրթերից ելնող խնդրվածքները։ Բարեխոսիր մեզ համար, ով սկանչելակորց հայրապետ, որ քո առջև ձնրատրած աղերսում ենք Աստծուն։ Մակրաքործիր, խնգապույր եւ ընդունելի աղոթներովդ մեր ունայնախոս եւ փուշ ու դադասկով խեղդված աղոթները զորացրու տրանք, որբեսի թերևս հանուն քո երանահաջո խնդրվածների Տիրոջից ստանանք ողորմություն, որին այդքան գարոտ են անբժշկելի փորոտությամբ քարշացած մեր հոգիները։ Սուրբ Հակոբ հրաշագործ, քաղցր աչքով նայիր մեր մեղքությանը, գարեգից եղիր մեր դժվարությանը,
Դես մեր առաքինություններից զուրկ անձերի դքեղակույն մերգությունը։ Դես թե ինչպես ենք երկնավետ Երուսաղեմից աշխարհային երիկով իջնելիս խոշտանգվել սատանայից եւ արյունաթաթախ ու գիսամեր նետվել ջանաբարի եզերքին եւ կտա մեզ վրա, որ կորովակուտ հոգևոր հայր եղար Քրիստոսի եկեղեցու մանուկներին։ Մի թող մեզ Սուրբ Հայրաբետ, թեգուզև արժանի չենք դիրոջից ողորմություն գտնելուն, սակայն հուսալով քո միջնորդական բարեխոսությանը աղերսում ենք Աստծուն, հանուն քո բաղադանքների եւ առավելապես հանուն փրկչական Սուրբ Ավետարանի, որին ծառայեցիր եւ որը քարոզեցիր, թող որ մեզ վրա էլ ճշմարտվի բարեկուտ Հովվի քաղցրահունչ խոսքերը, որ դերը կա եւ գաբի մեր հոգու ու մարմնի վերքերը, օձելով մեզ Սուրբ Հոգու բարգևների ցետով եւ ցողելով իր խավճարար արյամբ։ Տնի մոլորյալ ոչխարներից իր գենարար ուսերի վրա եւ ամենափրկիչ խաչի քրաստով դանի մեզ Սուրբ եկեղեցի, խնամելով մեզ իր արադաբարգև շնորներով։ Թող որ նաեւ քո Սուրբ Հոգու կողմից հրաշափարապես ընդրված եւ առաքելական աստիճան ըստացած հայրաբեդիդ խնամքին հանձնի մեզ սրբակորձվելու համար հին ու նոր գդագարանների խոսքերով եւ շնորհափուխ խրատներովդ, որբեսի քո օգնությամբ մերաբաշխարության ուղիղ արահետով քայլելու եւ ճշմարիտ աստվածաշտության մեջ հաստատվելու համար ավելիով հադուցվի քեզ այն բսակները, որոնք պետք է շնորհվեն սրբիտ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստությամբ ըստ իր անհուն կտության, անսուտ խոսքի եւ հուսալիր խոստման։ Այո, կարող ես օգնել մեզ, ով դու, Աստուծուց մեծարված առաքելանման հայր, քանզի քո կողմից մեզ ավանդված հոգեշահ ուսուցումներն առ այսօր ըստապեցնում են թմրածներիս։ Կարող ես քո աղոթներով բազմաբարգև թագավորից մեզ վրա իջեցնել Սուրբ Հոգու գենսապեր, նորոգող եւ քաղցրաշունչ զեփյուրը, որով մշտարտուն Հովվիթ խրադական ցայն անդադար գհնչի մեր իմանալի լսելիքներում։ Առավել եւս կարող ես քո իսկ Քրիստոսանվեր կյանքի օրինակով գրթել մեզ, չնայած որ անհասանելի է մեզ քո անկերազանցելի եւ զարմանասկանչ բարեպաշտությունը։ Հիշիր քո ճգնությունները, հիշիր, որ ապրեցիր որպես բանտուղտ ու օդար այս աշխարհին։ Հիշիր միայնագեցությունդ եւ միայն անաբադում ու լերների կակատներին փնակվելդ, գամավոր աղքատության մեջ ապրելդ, զոմաչան դկնություններով եւ առաստված բաղադանքներով։ Հիշիր քարնանն ու ամրանը փածոտյա գենցաղավարելդ, քանզի քեզ երկինքներ սոսկ հովանի լինում եւ միայն ծմրանն է իր հաստատվում մի փոքրիկ քարայրում, ուր մարմինդ հազիվ էր դեղավորվում։ Հիշիր, որ հանուն Տիրոջ ողորմության արժանանալու եւ նրա հանդեպ ունեցած սիրո գերագրվում է իր ոչ ես մարդկանց սովորության մարմնականով, այլ սնվում է իր Սուրբ Հոգու շնորհներով։ Հիշիր, որ մարմնիդ գարիկներն հոգալը գամավոր ժուժգալությամբ էր, ժողովելով եւ փոքր ինչ սնվելով լերան վրա եղած ծառերի բդուղներով, որոնցմով քուհանում էիր, որովհետեւ հրաժարվել էիր հրի մարմնական սպասավորությունից եւ խարազանասկեստ հանդերձանք էիր հակել մարմինդ հարադև ու աներևակայելի չարչարանքների ենթարկելով։ Ահա այսպիսի խստամբերությամբ զանազան եւ բեսպես տանջանքներով է իր ճնշում քո մարմինը եւ հանդերձյալ դեր միշտ քո աչքի առաջ, ինչպես Աստված է երանելի Բողոսի խոսքում, թե տեսնում ենք որպես հայելու մեջ։ Սուրբ Հայրաբետ, համարձակվում ենք երկրորդող լինել եւ իշադակել քո գենցաղավարությունը, որբեսի քոնե այս ամենի իշադակության միջնորդությամբ քաչալևրեք մեր աղոթների մեջ, որովհետև բացի սրբերի աստվածահաճո առաքինություններով ըսկանչանալուց եւ թրանսով հուսադրվելուց ոչինչ այլևս չի մնացել մեզ։ Հիշիր առ Աստված ընձայվող քո հառաչալից աղերսանքների անուշապույր խունգերը, որով հաճելի է իր լինում ամենագալ Աստծուն, քանզի քո աղոթքը միշտ եւ հանաբազ Աստվածայինի մասին էր։ Եվ այժմ էլ նեցուկ լինելով մեր դգարությանը եւ սկանչելի Մովսես Մարգարեի օրինակով աղոթիր նաեւ դու շնորհներից գողոպտվածներիս համար, քանզի թերևս քո երկրային կյանքի օրերին իսկ Աստվածությանը մերձ լինելու արդյունքում քո պատկերը, ինչպես Մովսեսին ու մյուս սրբերինը, փայլելով փոխվում էր փառքից փառք, որպես թե Տիրոջ հոգով,
ինչն անպատկերացնելի է շնորհազուրկ մարմնավորներիս համար, որովհետև թեպետև ապրում էիր հողեղեն մարմնում, բայց հրեշտակագրոն էիր հաղորդագից վերիններին եւ երկնային զորքերին։ Եվ ահա, ով դու երանաբարգև եւ սկանչելակորց Սուրբ Աստուծո։ Հիշիր նաեւ, որ քո հրաշալի վարքի շնորհիվ բազում նշաններ էին լինում քեզանով, որովհետև ինչ որ խնդրում էիր Աստուծուց, անհաբաղ դրվում էր քեզ։ Նաև մարգարեական շնորհք բարգեւեց քեզ, քանզի մինչ թեփքի գդարվելը պատմում էիր այն։ Աստուծո առաքելաշնոր այր, դու Սուրբ Հոգուց հրաշքներ կործելու եւ բժշկություններ անելու բարգեւ ու բազում այլ անբադում շնորհները ստացար ի շինություն Քրիստոսի մարմնի։ Եվ բոլոր այդ բարգեւները մշտապես ծառայեցրիր Աստուծո եկեղեցուն, խրադելով, հանդիմանելով, ուղղելով, քարոզելով եւ դարձի բերելով բազմաթիվ մեղսասեր անհավատների, հովվելով Քրիստոս բրգչի անքին արյամ քնված եւ քեզ հանձնված հավատացյալ հոդը։ Եվ արդ Աստուծո կտասրդության այսպիսի շնորհալից բարգևներով հուսադրված եւ զվարթացած այն զարմանահրաշ ողորմությամբ, որ Տիրոջ նախախնամությամբ հենց քեզ ունենք դգարներիս զորակցող բարեխոս, առավել եւս հոգուս սրտապուխ ցնծությամբ ուրախության արցունքներ հեղելով եւ կոհանալով մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որ իր գամքով անարժաններիս է շնորհել ոչ միայն սրբիտ աղոթական միջնորդության բարգեւը, այլ նաեւ երկնադու եւ իահրաշ քանցը քո շնորհափաշ մասունքները, ձեռատրած մարմնով եւ փշրված հոգով, սրդի խորքերից աղաղագող թառնաղետ հարաճանքներով եւ արդաստվալից բաղադանքներով աղերսում ենք, որ հանուն Քրիստոսի անտեպ ունեցած սիրույթ խղճաս մեզ եւ հասնես օգնության ըստ յուրաքանչյուր աղերսողի հոգեվոր ու մարմնավոր գարիքների, քանզի քեզ հայտնի են դրանք մեր ողորմած Տիրոջից դրված երկնային իմացությամբ։ Սուրբ Հակոբ Աստուծուց սիրված հավատարիմ հովիվ, դես նաև մեր նվաստերիս սերն առ Աստված եւ առ նրա անդրյալ ծառատ, որ անհասանելի Սուրբ Երրորդության լուսագունք քահի առաջ անդադար պարապանում ես ամենազոր Աստվածությանը։ Քո աղոթներում հիշիր մեզ բազմամեղիներիս, աղաչիր Աստուծուն ներել մեզ մեր բոլոր անօրենությունները, մաքրել մեղքերից եւ քավել մեր հանցանքները։ Քո ընդունելի աղոթներով հաշտեցրու մեզ Տիրոջ հետ, որբեսի հեռանա մեզանից նրա արդարացից ասումը։ Միջնորդ եղիր այնպես, ինչպես Մովսեսն ու Ահարոնն իսրայելացիների համար։ Հաստատուն հույսով հավատում ենք, որ հանուն քեզ եւ քո միջոցով Տերն իր ողորմությունները գարակի երկնքի բարձունքներից, որովհետև արդարիտ նա է գարկել դժվարացածներիս համար օգնական։ Չէ որ քեզ իշխանություն է դրված սատանայի վրա հալածելու նրան եւ նրա բիղծ թևերին, որովհետև նրանք դեսնելով Աստուծուց քեզ շնորհված վայելչակեղ փառքը եւ սկալով քո զորավոր աղոթների ներկործությունը սարսափում են սարսրալի թողով եւ ադամների գրջդոցով փախչելով թեպի անհադակ խորխորատների մթին եւ հրափորփոք անտունտները։ Ուստի աղերսում ենք քեզ Փարավորյալ Աստուծուց քեզ դրված իշխանությանդ եւ Աստվածահաճո աղոթներովդ հալածիր մեզանից իմանալի փելիարին իր երևելի ու աներևույթ զորքերով հանդերձ, ինչպես որ Տիրոջ զորությամբ ազատել ես շատերին, թե մարդադյաց թևերից եւ թե երևելի թշնամիներից։ Ընթեմ երևելի եւ աներևույթ թշնամիների։ Հիշիր քո բաղադանքներն այն ժամանակ, երբ հարձակվել էին մծպինի վրա։ Հիշիր այն թշվառությունը, սովը, ավերն ու գոդորածը, որն եղավ այն թժնթակ օրերին, եւ դես, որ այժմ էլ մենք մեր մեղքերի պատճառով իրավացիորեն բադուհասվում ենք Աստուծուց, անօրեններից ենթարկվելով սարսափելի հարձակումների։ Եվ ինչպես որ այն ժամանակ էիր ապավինել Աստծուն, հուսալով նրա ողորմածությանը, մենք էլ աղոթագից ունենալով երանելուտ խնդրում ենք, որբեսի քո միջնորդությամբ ըստ Տիրոջ կամքի փրկության ելք տրվի մեզ, չնայած որ խիստ անարժան ենք եւ հույժ մերժելի։ Արդ ապավինած ամենաողորմածի կտալիր սիրուն եւ սրբիտ
Ինչպես որ այն օրերին արեցիր, արաքելավանդ եւ արդարացի նզովքի մատնելով անիրավ շաբուհին իր ճարակորդ զորքի հետ միասին, նույնն էլ, եթե հաջո է դիրոջ գամքին, արա եւ այժմ քեզ դրված հրաշակորդ զորությամբ ու աստվածային իշխանությամբ նզովիր սատանային եւ թշնամու բոլոր երևելի ու աներևույթ արփանյակներին։ Քո աստվածահրաման նզովքով նաեւ հավատի բարսպի վրա կանգնած ու երկնագարգար ցերկերով փազգադարած երանելի սուրբ Եփրեմ ասորու զորավոր աղոթներով, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, թող որ մեր հոգևոր ու մարմնավոր անզեղջ տշնամիների վրա հանգարձակիտ քան չվող մորեխների ու մոծակների, իշամեղուների եւ մժեղների ահաստու բադուհասները, քանզի դուք, ով Տիրոջ ընտրյալներ, ինչպես ասվում է, հավատացել ու հավատում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ այն ամենը, որ խնդրում եք նրանից, դալիս է ձեզ, ուստի եւ նրա անունով աներգյուղ դրոնում եք չարաշունչ վիշապի գլուխը։ Դուք այն ժամանակ աղոթեցիք եւ Աստված լսեց ձեզ, որպես Մովսեսին, եւ թող որ այն աստվածային զորության ներերից, մոծակների եւ գրետների բազմությունից չկարողանան իրենց տեղերում կանգնած մնալ չարապարների քնթերը, ու աստվածարակ հարվածներից մեծ վտանգի մեջ գտնվելով հալածվի անորեն վիշապի մարդնչող բանակը։ Սուրբ Հակոբ, եթե դու Սուրբ Մարուքե Ջկնավորի, Մելիդոս եպիսկոպոսի, դիեզերահռչակ վարդապետ Սուրբ Եփրեմ ասորու եւ մյուս բոլոր ընտրելակույն սուրբերի հետ Տիրոջն աղերսելով ցույց տաս մեզ ողորմածությունդ, ապա երջանկացած սրտով եւ աներկբա հավատով կընդունենք քեզանով բարգեւող դիրափաշ ողորմությունները։ Ուստի խնայիր մեզ, քորովակուտ հայրաբեդ, Տիրոջ շնորհով ազատիր մեզ թևերից ու բիղձ այսերից եկող բոլոր մեղսահակ նգրդումներից, որոնցով վիրավորվում եւ թիվահարվում ենք, ենթարկվելով մարմնական ու հոգեգան հիվանդակին աղետների։ Թող որ Սուրբ Խաչի դիարնակրությամբ եւ քո աղոթների երկնազոր աստեցությամբ նզովվի սատանան, արտաքսի ու փախչի մեզանից։ Թող որ իր քակատին իջնի իր անօրենությունները, թող որ դանչվի, հալածվի ու հերանա մեզանից, զարհուրած Տիրոջ ահավոր սուրբ նշանից եւ քո աղոթական միջնորդությունից, որ Խաչի հաղթական քարոզությամբ բաբանցեցրիր մոլորյալ հետանոսներին, գախարտներին, անհավատներին, բղձախորուրդ աղանթավորներին, քեզ շնորհված սկանչելակորց եւ աստվածային զորությամբ ու բազմաթիվ նշաններով ըրճագելով Տիրոջ փառքը, ամաչեցնելով Աստծուն եւ իր եկեղեցուն թշնամացած ամբարիշներին ու աստվածային հրաշադեսիլ հայտնություններով գառուցեցիր եկեղեցիներ, փրկչական սուրբ խորհուրդը մատուցելու եւ աստվածային փառապանական օրհներկություններ կատարելու համար։ Մեզ էլ օգնիր Քրիստոս Աստուծո խոնար եւ ջկնասկյաց ծառա, մեր սիրելի հայրաբեդ Սուրբ Հակոբ, ում թիմենք մեր այս աղետներից ազատվելու համար, ում աղերսացային խնդրենք, որբեսի օժանդակի մեզ եւ Աստծուց ստանա այն, ինչն հայցելու համար ճունենք համարձակություն, քանզի մեր առաքինություններից թափուր ու մեղքերով ծանրաբեռնված լինելու պատճառով անարժան ենք թիմել Տիրոջն այսպիսի խնդրվածներով։ Աղոթիր եւ երկնավոր արքայից ըստ նրա անքննելի գամքի ինքդ ստացիր մեզ համար անհրաժեշտը, թող քո աղոթներով բժշկվեն թևերից դանչվողներն ու ազատվեն նրանց խաբեություններից դարակրված բոլոր մոլորվածները, թող համրանա չարանենք փանսարգուն, բաբանցված եւ ամոթահար եղած իջնելով դեպի արդակին խավարը, թող նզովեն նրա դեսանելի եւ անդեսանելի ծառաները, թող ստապվեն սատանայի խաբեություններից թմրածներն ու մոլորվածները, հերանալով բոլոր թիվական վարդապետություններից, թող հրոջարակ դառնան նենքավոր մշակներից սերմանված չար որոմները, թող մեր ազգից արմադախիլ լինեն գեղագարծ աղանթավորական հերցվածները, թող հիմնահատակ ավերվի Բաբելոնյան աշտարակը եւ թող որ քո աղոթներով չարապար հայոյիչ Արիոսի նման երկնարակ բադիժներով բադուհասվեն բոլոր նրանք, ովքեր նենքապար ծառայելով սատանային բազմաթիվ մոլորությունների բղձապարո ու լիրբ ուսուցիչներն են մեզանում։ Թող խափանվեն Փելիարի բոլոր չար մեքենայությունները, թող քո աղոթներով գործանվեն մեզ գործանել ցանկացողները, թող անշեջ հուրն ընկնի փանսարգուն իր արփանյակներով անթերց, եւ թող որ սարսափահար եղած չարամահ սադակմամբ հերանան բոլոր նրանցից,
ովքեր հավատով հուսացել են Աստծուն եւ սրբիտ բարեխոսությանը։ Թող փրկվեն հավատով Տիրոջ օգնության սպասողները, ովքեր իրենց մարմնավոր ու հոգևոր դարաբանքներում ապավինել են սկանջելակորձիտ ամենահաղթ աղոթներին, բոլորիս ապաշխարության ու ողորմածից ներում գտնելու, մեր հայրենիքի բարօրության, զինվորների պաշտպանության, դեսանելի ու անդեսանելի ոսողներից ազատվելու, մեզանից մոլորեցնող աղանթահնար վարտաբեդությունների վերացման, թիվական գաղափարությունների լուծման, բիծ այսերից ազատման եւ մեր հոգիների ու մարմինների բժշկության համար, որբեսի զվարթակին օրհներկություններով ու կողոնակ սրտով արժանանք երկրպագել, մեծարել եւ փառաբանել մեր հաղթանակած Թագավոր Տեր Հիսուս Քրիստոսին, այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն հոգիների եւ մարմինների բժշկության համար։ Ինչպես որ քո երկրային կյանքի օրերին, այնպես էլ հիմա նայիր քեզ մոտ խումբ եկող եւ բեսպես սավերով կանգնած հիվանդացածներին, ովքեր անգերց հեզությամբ ոտքդ են ընկնում ու խոնարհվում մասունքներիդ սրբարանում, ապավինելով քո միջոցով փաշխվող աստվածային ողորմություններին, քանզի Տիրոջ շնորհով դու բժշկում ես բոլոր նրանց, ովքեր ապավինել էին մեր Փրկիչ Աստուծո անսահման բարեկտությանը։ Քանի գիսանդամ է ապակինվել եւ քանի ախտաժետ առողջացել, քանի հուսահատ ծնողներ են վերստացել իրենց մեռած զավակներին եւ քանի ցավակարներ են ազատվել իրենց մարմինները լլգող անբուժելի հիվանդություններից։ Եվ որովհետեւ ամենքին ամիջապես բժշկում էիր, բոլորի անունները չգիտենք, դրա համար էլ ավելորդ համարեցին իշադագել եւ ոչ էլ մեկը մյուսի հետևից շարադրեցին քո բոլոր հրաշքներն ու աննկարագրելի գործերը եւ խստամբերությունը Աստուծո ընտրյալիդ։ Արդ շադից քիչը խոսելով եւ ապավինելով Տիրոջ ողորմությանը հավատքով աղերսում ենք, որբեսի բազմաբարգև Թագավորից աղաչելով նրա օրհնյալ գամքով եւ քեզ դրված շնորհով ու իշխանությամբ ընդունես մեր խնդրանքներն ու ստանաս դրանց գադարումն Աստծուց, բժշկես քո բարեխոսությանը դիմաց բոլոր հիվանդների հոգևոր եւ մարմնավոր ցավերը, որբեսի նրանք ընդունելով Տիրոջից այդ ողորմությունը օրհնապանեն փառած արկային ու ամենքի արարչին։ Այն մեռած բադանու նման, որին սուրբ բազուկներիդ վրա առնելով թրեցիր եկեղեցու փեմին ու ձնրաթիր աղերսներով արդասուկներ օսեցնելով եւ Տիրոջ շնորհով գենտանացրիր արցունքախարն գավը տնելով նրա բարանոցին, մեզ էլ հոգու եւ մարմնի անբուժելի ցավերով հիվանդացածներիս ու մեռածներիս քո վայելուչ աղոթներով թիր բոլորի համար հանաբաց խնդրող հրեշտակներով եւ սրբերով շրջապատված բարձրյալ Աստուծո երկնային քահի առաջ նրանց հետ միասին բաղադրելով դգարներիս համար անհրաժեշտ է։ Եվ մենք էլ երկնային Երուսաղեմում բնակվողներիդ հետ քո աղոթն ենք ընձայում Տիրոջը սրբիտ միջնորդական օգնությամբ ասելով. Տեր Հիսուս Քրիստոս, բարի բժիշկ եւ մեր հիվանդացած բնության ողջացնող, դու որ ամենասրբույի Գույս Մարիամից ծնվեցիր եւ մեր փրկության համար ընդունեցիր խաչի չարչարանքները, քերեզման իջար եւ Աթամին ու նրա բոլոր սերունդներին հարության հույսը տվեցիր։ Դու որ խորդագեցիր մահն ու փշրեցիր նրա զորությունը եւ երրորդ օրը մերյալների միջից հարություն արար եւ քո հետ հարություն տվեցիր մեր բնությանը։ Դու որ մեզ մահվան մահիճն ընկածներիս գանկնեցրիր քահավիժումից ու խոստացար դալ անվախճան կյանքը եւ քո հրաշապար հարությունից հետո 40 օր շրջեցիր սուրբ առաքյալների հետ, նաեւ ասացիր նրանց, թե քնամ եւ ցեզ էլ դեղ պատրաստեմ։ Դու որ նրանց բադվիրեցիր Երուսաղեմից դուրս չգալ, մինչև չընդունեն Սուրբ Հոգին եւ հրամայեցիր նրանց կարոզել բոլոր հեթանոսներին եւ մգրդել Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, քանզի ով հավատա գաբրի եւ ով չհավատա կդադարվի։ Դու որ ասացիր, թե ով որ հավատա ինձ, կորձերը որ ես եմ անում, նա եւս կկորձի։ Եվ մենք հավատացել ու հավատում ենք քեզ, քանզի դու դվեցիր իշխանություն քո անունով աներգյուղ ոտնագող անելու չարաժանիկ վիշապի գլուխը։ Դու որ գույրերին դեսողություն դվեցիր, գաղերին քայլել, մաքրեցիր փորոտներին եւ խուլերին շնորհեցիր լսողություն, հարություն տվեցիր մերելներին եւ քարոզեցիր արքայության ավետարանը։ Դու որ ցայն արձակեցիր Ղազարոսի քերեզմանի մոտ եւ մահվանը հրամայեցիր մերյալներից ետ վերադարձնել 4 օրվա մերածին,
ու գենթանացրեցիր նրան, եւ բազում այլ սկանչելիքներ գդարեցիր քո արադաբարգև կտասրդությամբ։ Այո դեր, այսօր լսիր քո նվաստ ծառաներիս բաղադանքները եւ բժշկիր բոլոր այս հիվանդների հոգեվոր ու մարմնավոր ախտերը։ Հոգու գենթանություն եւ մարմնի առողջություն բարգեւիր բոլորիս եւ այն ինչ որ արեցիր Սուրբ Եղիսեի եւ Եղիայի, Հակոբ սկանչելակորձի եւ մյուս բոլոր սրբերի միջոցով այսօր շնորհիր եւ մեզ ոչ թե մեր արժանինքների համար, այլ քո Սուրբ անբան, որ փառաբորվի եւ եկեղեցին բարձրացվի եւ քո Սուրբ խաչը քարոզությամբ բայցարանա բոլոր ազգերի, ցեղերի եւ լեզուների մեջ, որբեսի ամենքը որ մոլորվել ու սխալվել են իմանան, որ դու ես ճշմարիտ Աստվածը, որ դգարացնում ես եւ զորացնում, հարվածում ես եւ ինքդ բժշկում, սպանում ես եւ ապրեցնում, իջեցնում ես դժոխք եւ հանում այնտեղից։ Ապրեցու այսօր այս բոլոր դարաբյալներին, ներիր եւ մեղքերի թողություն դուր մեզ, բժշկիր սրդոփեգյալներիս, ազատ արձակիր սատանայից գեղեկվածներիս, ավիդարանիր աղքատներիս կոփրգությունը եւ հոգու ու մարմնի գեցություն դուր բոլոր հիվանդներին, քանզի քեզ ենք ապավինել, դեր Աստված մեր։ Լսիր քո ծառաների բաղադանքները, բարեխոսությամբ եւ աղաչանքներով Սուրբ Աստվածածնի, քո ընդրելակույն ծառա Սուրբ Հակոբ մծմնահայրաբեդի, հրեշտակների եւ քո բոլոր սուրբերի։ Նրանց հիշադակն օրդությամբ թող լինի եւ նրանց աղոթքը բոլոր արարածներիդ վրա, դեր մեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Արդ միասնապար աղաչում ենք նաեւ նրանց Աստվածահաճո միջնորդությունն ու խնդրում, որ Տիրոջ երկնային դաջարում աղոթեն մեզ համար եւ հայցեն, որբեսի քո ողորմության հովանու ներքո բահբանվի մեր հայրենիքը, թագավորության իշխանությունն ու զինվորյալ փանագը։ Իսկ քոյինահիմն փրկության դաբանի Սուրբ եկեղեցու բոլոր ծառայողների եւ հավատացյալների հոգիներում աբարաժներից ճուր փխեցնելու սկանչելիքի խորհրդով Սուրբ հոգուտ գենտանարար աղբյուրից թող փխի քո արադապուխ շնորհների նորոգող ճրերը առողջացնելու համար բոլորիս մարմնական ու հոգեկան ցավերը ազատելու սատանայի ստրգական կերությունից եւ բժշկելու մեզանում արգա բոլոր ժանդարմատ ախտերը, որբեսի վերջին օրերին, երբ Քրիստոս Աստուծոյ ողորմությունը ցակի, մենք էլ քեզնից կտարած բարերարությունը ստացած արժանանանք քո բոլոր սուրբերի հետ փառք մատուցելու ամենասուրբ երրորդությանդ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ահավասիկ սիրելիներ, մեր անձերը խոնարեցուցինք եւ Սուրբ Հակոբի բարեխոսությունը խնդրեցինք բոլոր ազգերու դարձին ու ապաշխարության համար եւ մեր ազգի անսասանության եւ նաեւ սիրելիներ Քրիստոսի լույսով լուսավորվելու համար։ Եկեք այսօր հիշադակելով մեծ Սուրբին, Սուրբ Հակոբի, ինչպես նաեւ իր հետ դոնվող Սուրբ Մարուքե Ջկնավորին, Սուրբ Մելիդոս եպիսկոպոսին եւ նաեւ Սուրբ Հակոբի աշակերտ եղող Սուրբ Եփրեմ Ասորին, եկեք սիրելիներ անոնց բարեխոսության տիբենք եւ խնդրենք, որ Տերը ողորմի մեզ բոլորս, ները մեր բոլոր մեղքերը, որովհետեւ մենք ալ սուրբերու ցանկի օրինակով կալենք եւ հաստենք հավիտենական ցանկին։ Թող մեր ազգը այսօր, երբ հավաքվին Սուրբ Հակոբի դոնին դուներու մեջ, բատմեն Սուրբ Հակոբի ցանկի մասին եւ ամենքն ար Սուրբ Հակոբի առաքինություններով զինված Քրիստոսը փառավորեն։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթաբերջ ձեր բոլորին։